Հարգելի իմ դիտորդ, գիտեմ, որ ձեզանից շատերը սպասում են իմ կանխատեսմանը 3 տարեկան Տիգրանի համար։ Ես արդեն հենց հաջորդ օրը արել եմ կանխատեսում, ուղղակի TikTok-ում չեմ տեղադրել, որովհետև գիտեք, էությամբ եւ բնույթով բավականին զուսպ անձնավորություն եմ եւ ավելնորդ գովազդվելու ցանկություն չունեմ։ Ես ունեմ 2 Facebook-յան էջ, տարոլոգ եւ տարո կանխատեսում, նույնիսկ տեղադրել եմ իմ այն էջում, որը ավելի սահմանափակ բաժանորդագիրներ ունի, դրուգներ, ընկերներ ունի։ Տիգրանի մասին մենակ այսքանը կասեմ, որ երեխային չեն գտնի այնպես, ինչպես մենք ենք ուզում, կգտնեն իհարկե, բայց ոչ այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Երեխայի կորելը հեչ պատահական չէ, նպաստ է, պայմաններ են ստեղծվել իր համար, հենց այդ կորելու համար պայմաններ են ստեղծվել։ Երբ երեխայի տեղը հայտնվեց, հարցրեցի, երեխայի տեղը բերեց շատ այսպես բազմանշանակ, բերեց ջուր, բերեց հող եւ բերեց վնասված երեխան, այսինքն եթե անգամ երեխային գտնեն ջրից, դա հեչ չի նշանակում, որ ինքը խեղդվել է ջրում։ Ինչ ասեմ, բացահայտումները թողնում եմ համապատասխան մարմիններին, չնայած որ ես իմ համար ունեմ արդեն բացահայտած ամեն բան, իմ համար ամբողջ նկարագիրը կա, բայց միայն այնքանը, որ տեղի է ունեցել խաբեություն երեխայի հանդեպ, անարդար բան, որ կարող էր կանխվել ամեն ինչ, բայց չի կանխվել, ոչինչ չի արվել ու երեխայի համար ստեղծվել են նմանատիպ պայմաններ, որին հիմա մենք ականատես ենք լինում, այնտեղ ինձ ցույց տվեց սուր գործիք գուցե կարա վայր ընկած լինի սուր ինչ-որ մի բանի վրա կամ վնասված լինի հենց այդ սուր ինչ-որ երկաթի կտորով, մետաղով եւ այլը, բայց որ անարդարություն է տեղի ունեցել այս երեխայի հանդեպ եւ այս դեպքը բացարձակ նման չի 2 տարեկան Տիգրանի դեպքին, այդ 100% է եւ ոչ թե 100, այլ 1000%։ Ինչու ես իմ կանխատեսումը չեմ տեղադրել TikTok-ում, ունենալով հսկայական, դիտորդ, բաժանորդ, որովհետեւ գիտեք, այս ժողովուրդը հոգնել է խաբեություններից, խաբեբաներից, գովազդվողներից, ինչպես որ ականատես եղանք 2 տարեկան Տիգրանի դեպքում։ Այն ժամանակ էլ ես չտեղադրեցի իմ կանխատեսումը TikTok-ում, չնայած փորձեցի խոսել, փորձեցի հուշել, բայց տեղադրեցի օրն էլ կա, ժամն էլ կա, որ ես արդեն ամսի 5-ից այդ կանխատեսումը արել եմ եւ տվել եմ պրոգնոզ երեխայի չլինելու եւ ջրում լինելու եւ ջրի այն հատվածում լինել, որտեղ չի կարողանում բարձրանալ վերև, տվել եմ, չխոսենք այդ մասին, ձեզանից գրեթե բոլորը գիտեն, Դուք լսեցիք նաեւ մյուսների այսպես կանխատեսումները, բացահայտումներն ու կապիկությունները։ Այս երեխայի դեպքը բնավ նման չէ 2 տարեկան Տիգրանի դեպքին, այստեղ կա նպաստող պայմաններ, արհեստականորեն ստեղծված նմանատիպ պայման, որպեսզի երեխան լինի այնպես, ինչպես որ կա։ Մենակ այսքանը կասեմ, որտեղ ինձ գրում են, ինձ դիմում են, ժողովուրդ ջան, հանգիստ եղեք, դրա համար եւ փրկարարներ, մենք գիտենք, չէ, իրանց աշխատանքը, գիտենք ոստիկաններին, Տիգրանի դեպքից մենք հասկացանք, չէ, իրանց աշխատանքը, իրանք ինչքան ճիշտ, ինչքան ցավալով, ինչքան բարձր մակարդակի վրա են կատարում։
հուսանք, որ այս առեղծվածային պատմությունը դուրս կգա ջրի երես, իսկ ես մնում եմ իմ կարծիքին լիարժեք վստահելով, ափսոս։